Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ունենք հյուր քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի տեխնացու Լուսինե Բադալյան։ Ողջունում եմ ձեզ, Տիկին, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ինչպես է ընթանում քարոզարշավը։ Քարոզարշավը բուրըն ընթացքի մեջ է, ինչպես եւ դուք տեսնում եք, ինչպես եւ հետեւում եք, եւ անընդհատ որքանով որ քարոզարշավը ընթացքի մեջ է, այն նաեւ այդքանով on-line ռեժիմում է, նույնիսկ եթե վարչապետը այդ պահին շփվում է մեր հայրենակիցների հետ, մյուս կուսակցականները, որոնք այլ վայրերում են քարոզարշավ իրականացնում, նրանք եւս կամ on-line ռեժիմում են, կամ էլ հնարավորինս հաշվետվություն տալիս են հանրությանը։ Այսպիսի պայմաններում մենք փորձում ենք քարոզարշավի մշակույթ ձևավորել հետագայում քաղաքական թիմերի քարոզարշավին մասնակցելու համար։ Շատ լավ, հիմա նայեք, համարյա թե ամենօրյա ռեժիմով ինչ-որ ձայնագրություններ են հայտնվում համացանցում, իրավապահ մարմինների կողմից, սրան էլ գումարած քաղաքացիության հետ կապված խնդիրներ եւ այլն։ Ինչու այսպես կոչված ուժեղ Հայաստան, չգիտեմ անգամ խմբակցություն, հա, ճիշտ է այսպես կոչելը, խմբակցությունը չի արգելվում Հայաստանում ընտրություններին մասնակցելու։ Որն է խնդրեմը։ Ինչն է մեզ խանգարում։ Խմբակցություն նրանք կդառնան, երբ որ կհայտնվեն արդեն ազգային ժողովում, այս պահին նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել որպես կուսակցություն են ներկայանում, թե որպես դաշինք, ենթադրում եմ որպես կուսակցություն, ինչու չեն ինչու ենք մենք նրանց թույլ տալիս մասնակցել ընտրություններին, դա էր հարցը, չէ՞, կարծես թե։ Ինչու չեք թույլ տալի, ինչու չեք արգելում։ Ինչ կարմիր գիծ պետք է անցնեն։ Հասկացա, նայեք, քանի որ ցուցակում եղած, իրենց նախընտրական ցուցակում եղած մարդիկ, падգամավորի տեխնացուները այդպիսի խախտումներ չունեն, մեր օրենսդրությունը, եթե նրանք համապատասխանում են ազգային ժողովի падգամավորի տեխնացու լինելուն, մենք օրենսդրորեն չենք կարող նրանց արգելել։ Եվ դերևս իրավապահ համակարգը զբաղվում է այդ ընտրակաշառքների դեպքերով, մնացած հանցակազմ պարունակող այդ գործողություններով եւ այլն, եւ հստակ կապերը գտնելու դեպքում շատ կոնկրետ մարդկանց հետ, որոնք որ падգամավորության տեխնացու են, համապատասխան քայլեր անպայման կձեռնարկվեն։ Սա այս իմաստով։ Ինչ վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված կեղծ տվյալների հետ, հիշում եք Նարեկ Կարապետյանը վերջերս բազմաթիվ փաստերի հայտ եկան, որ ամենայն հավանականությամբ նա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ինչը որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլ չի տալիս դառնալ падգամավորի տեխնացու, բայց սա էլ դեռ ուսումնասիրության փուլում է, որովհետև տեսակ ինչ հմտորեն նրանք կարողացան այդ կայքերը, այսպես փոխադարձ երևի համագործակցության արդյունքում այդ կայքերը սկսեցին չաշխատել, տվյալները փոխվեցին, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, եթե այդպիսի խնդիր կա, ապա այն շատ արագ ի հայտ կգա եւ ստացվում է, որ մեր իրավապահ համակարգը զբաղվում է կոնկրետ այն դեպքերով, որտեղ որ կա ակնհայտ խախտում։ Իսկ ընտրակաշառքի դեպքերով բնականաբար արդեն դրանք լինեն ուղղակի քաղաքացիներ, քաղաքականության հետ որոշակի կապ ունեցող կամ չունեցող մարդիկ համապատասխան հետևանքներ դրանք անպայման կունենան։ Բայց այնտեղ արձագանքներ կան, որ հենց կապված է իրան շտաբների հետ։ Շտաբների հետ էլ հնարավոր է, տեսեք, հիմա ես եւ դուք իրար հետ զրուցում ենք, կարծում եմ ինձ երևի էկրաններից մի քանի տասնամյակ ճանաչում եք եւ մեր շտաբում ինչ է կատարվում, ես դրա մասին չեմ կարող իմանալ, որովհետեւ ես այս պահին զբաղված եմ ձեզ հետ զրուցելով։ Եվ համենայն դեպս ինձ թվում է, որ մեր շտաբներում ամեն ինչ հրաշալի է, ես վստահ եմ, որ դա այդպես է, բայց բոլոր դեպքերում ես հենց այդ համեմատականն էի ուզում անցկացնել, որ падգամավորի տեխնացուները, եթե առերևույթ հանցագործություն չեն կատարել կամ նրանց արարքներում առերևույթ հանցակազմ չկա, ապա կարծում եմ հիմք էլ չկա նրանց արգելելու մասնակցել համապետական ընտրություններին։ Իսկ տեխնացուներից ոչ մեկը հանցագործ չի։ Դե
Այս իմաստով կարծում եմ էլի ես չեմ որ դրա պատասխանը պիտի տամ, որովհետև իմ պատասխանը կլինի քաղաքական հայտարարություն, հուսով եմ որ դա անկալելի կլինի, իսկ թե իրականում հանցագործ են թե հանցագործ չեն, դրա համար մեր ինստիտուտները կարող են պատասխանել եւ նրանք վստահաբար զբաղվում են եւ մեր երկրում բոլոր հանցագործներով։ Տիկին Բադալյան, մեր ալիքը, որ ասում է ժողովրդական, անկեղծ ալիքը։ Դուք Ես իշխանությունը անկախ ալիքներից միշտ հնարավորինս անկեղծ եմ խոսում, հատկապես ժողովրդի հետ։ Շնորհակալություն։ Եվ ես գնահատում եմ ձեր համառությունը, որ այսօր այստեղ եք։ Ուրեմն դուք այսօր իշխանության եք, որտեվ մենք չէինք ուզում տեսնեինք այդ տեխնացուներին մեր երկրում եւ երկու անգամ ձեզ արդեն մանդատ ենք տվել։ Ինչու իրանք միջև հիմի կան։ Մենք ողջ Սփյուռքով էլ, դե Հայաստանի ժողովուրդը իհարկե հիմնականում, բայց Սփյուռքը նույնպես պայքարեց, այստեղ էլ պայքարեցինք, որ հիմա այս մարդիկ էլի լինեն տեխնացու։ Շատ լավ հարց եք տալիս, ես ձեզ ասեմ ոչ միայն Սփյուռքում, այլև այստեղ նաև մեր քաղաքացիները, եթե մենք այսպես դասակարգենք մեզ ուղղված մեղադրանքները վերջին 7-8 տարվա ընթացքում, առաջին հորիզոնականում կլինի հենց այդ մեղադրանքը, որը մենք լսում ենք օրնիվում, բայց միևնույն ժամանակ Սփյուռքում էլ ավելի շատ մարդիկ կան, որոնք պայքարում են, որպեսզի ձեր ասած հանցագործները լինեն իշխանության, այնպես որ ամեն ինչ հարաբերական է։ Ես կարծում եմ, որ էլի սա իրավապահ մակարդակի դաշտում է, բայց ես ունեմ այն զգացողությունը, կանխազգում եմ, որ հնարավորինս շուտ այդ հանգուցալուծում արդեն կլինի, որովհետև մենք այնուամենայնիվ խոստացել էինք պողպատե մանդատ, իհարկե կարծում եմ դուք տեսնում եք, որ պողպատե մանդատը կիրառվում է հատկապես վերջին տարիներին եւ եթե այն չկիրառվեր, մեր երկրի գլխին շատ մութ ամպեր էին կուտակվում եւ շատ արհավիրքներ կարող էին լինել եւ պողպատե մանդատի շնորհիվ էր որ կարողացանք կանխել մի շարք լուրջ մեծ հանցագործություններ այդ թվում եւ ահաբեկչություն եւ կարծում եմ որ այդ ահաբեկչության նաեւ հա այսպես արմատները տանում են մի շարք քաղաքական գործիչների ընդհանուր մոտենում են նրանց, որոնք էլ այս պահին այո, ցավոք, ես ես հետ համաձայն եմ, շարունակում են քաղաքականության մեջ ակտիվ լինել, ինչու ոչ նաև հավակնել ազգային ժողովի падգամավորի կամ ինչու՞ չէ նաև վարչապետի պաշտոնին։ Իսկ դատական համակարգը ինչու չգործեց։ Գործում է դատական համակարգը, գործերը ընթանում են, ամեն ինչ ընթացքի մեջ է, որևէ խնդիր, որևէ հանցագործություն ոչ սառեցված է, ոչ էլ փակված է այդ էջը, շատ ավելի ակտիվ կերպով, ուղղակի դա երկար ժամանակ պահանջող գործընթաց է իրականում, հա, որովհետև եթե մենք ամեն ինչ անում ենք ժողովրդավար, եթե մենք ժողովրդավարության սկզբունքները այսպես չենք խախտում որևէ դեպքում ժամանակը այլ է, եթե ժողովրդավարությունից անդին փորձում ես այսպես մեկ հարվածով հարցերը լուծել։ Համենայն դեպս մենք այդ ճանապարհով չենք ուզում գնալ։ Ես հիշում եմ, որ մի քանի էքս-պաշտոնյա, հա նախկին պաշտոնյա արդարացվեցին, այսքան այն կերպ մեր դատարաններում ցավոք սրտի դրա համար են բարձրացնում այս հարցը, բայց եթե դուք ասում եք, լավ, անցնենք առաջ, Վահագն Ալեքսանյանը Զեյթունում մեքենայի մեջից վիդեո է հրապարակում, ասում է ես Դրոյի փողոցում եմ, Զեյթուն, Քանաքեր Զեյթուն, ես այստեղ եմ ծնվել եւ այստեղ կառուցում են մի շենք, որը որ կառուցում է արցախցի մի գեներալ, հարց է տալի, հիմա այդ արցախցի գեներալին այդքան գումար որտեղից։ Հիմա ես եմ ուզում հարց տամ, ձեր գործընկերը մեզ է հարց տալի, թե մենք պետք է այդ հարցը տանք։ Դե կարծում եմ դուք էլ իմ գործընկերն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, բոլորս ենք Հայաստանի Հանրապետության, չէ, դուք վստահ չեմ, չգիտեմ, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, որտեղ Սփյուռքն եք ներկայացնում։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած հարց կարող է տալ եւ այդ հարցերին պիտի պատասխանեն համապատասխան գերատեսչությունները։ Հետևաբար կարծում եմ որպես քաղաքացի նա այդ իրավունքը ունի եւ այդտեղ նաեւ ակնարկ եմ տեսնում ես Վահագն Ալեքսանյանի կողմից, որ սա եւս խնդիր է, որը շատ արագ պետք է լուծվի։ Կարծում եմ այդ ակնարկն է պարունակել նրա արտահայտությունը։ Ընտրաշավի ժամանակ։ Դուք գիտեք
Ես ես ուզում եմ հավաստիացնել, որ նախորդ տարիների ընթացքում անկախ քարոզարշավից, ընդ որում կապ չունի դա 21-ին է, 22-ին, 23-ին, մենք բոլոր, եթե որևէ մի բան, նույնիսկ փոքր թեթև ակնարկ է ունեցել կոռուպցիայի, մենք մեզանից շատերը մեր քաղաքական թիմի համառորեն դրանցով զբաղվել են, ընդ որում առանց տարբերություն դնելու թիմի ներսում է կոռուպցիոն որևէ գործողություն կոռուպցիա տեղի ունենում թե թիմից դուրս եւ դա վստահեցնում եմ շատ բուրըն պայքար է եղել, այսինքն որևէ պահ մենք այդ հակակոռուպցիոն գործունեությունը չենք դադարեցրել, չենք նվազեցրել ոչ մի վայրկյան, բայց նորից եմ կրկնում, որ այդ ուսումնասիրությունները բավականին երկար են քաշում, շատ երկար են տևում, այսինքն քեզ թվում է դու բացահայտեցիր կոռուպցիան, բարձրաձայնեցիր, հենց հիմա այդ խնդիրը լուծվելու է, բայց դա այդքան էլ այդպես չի, որովհետև գոյություն ունի անմեղության կանխավարկած, բազմաթիվ փաստաթղթեր պիտի ստուգվեն, բազմաթիվ հետազոտություններ, հետաքննություններ պիտի արվեն եւ դրա համար իրոք տարիներ է տևում, մինչեւ որևէ հանցագործություն բացահայտվում է, հատկապես կոռուպցիոն հանցագործություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մարտի 1-ը բացահայտված է։ Նիկոլ Փաշինյանը վերջերս եւս մեկ անգամ կրկնեց, որ մարտի 1-ը բացահայտված է եւ կարծում եմ եւս մեկ անգամ կրկնեց, հուշելով, որ երկար սպասեցիք հետևանքների, շուտով հետևանքները կլինեն։ Այսինքն շուտով երբ։ Կդժվարանամ ես շատ հստակ պատասխանել ձեր այդ հարցին, բայց կարծում եմ, որ դա օրերի, գուցե շաբաթների, ամենաշատ ամիսների հարց կլինի։ Հույս ունենանք, որովհետև հեղափոխությունից հետո արդեն 8 տարի սպասում ենք եւ ամեն օր սպասում ենք մեղավորների, չէ՞ որ ես իմ եթերներում չգիտեմ հետեւել եք չեք հետեւել, ես միշտ իմ եթերներում ասում եմ, որ մենք էլ, այսինքն Սփյուռքի հայերը մանավանդ վերջի 20-25 տարի ընթացքում հեռացողները իրանք նույնպես ցեղասպանության են ենթարկվել, սպիտակ ցեղասպանության են ենթարկվել։ Այդ քաղաքական վատ քաղաքականության հետևանքով մենք լքել ենք մեր հայրենիքը, մեր տունը եւ շատերը իմ նման փոքր ժամանակվանից հայրենիքից հեռու են մեծացել։ Եվ մենք սպասում ենք այս մեղավորների, այն որ ասում պատասխանատվությանը։ Ինչքան դեռ պետք է սպասենք։ Եվ այս քարոզարշավի ընթացքում ամենամեծ ցինիզմը այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը Սամվել Կարապետյանի ենթակայության տակ էսպես ձևակերպեմ գտնվող կուսակցությունը պարբերաբար խոսում են, որ արտագաղթը հասել է ահռելի չափերի Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում եւ իրենց պաշտոնավարման ընթացքում կամ իրենց հարազատների կամ իրենց կուսակցությունների պաշտոնավարման ընթացքում Հայաստանը նման էր դրախտավայրի։ Սա թերևս ամենամեծ ցինիզմն է, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր արտագաղթել են եւ գիտեն ինչու են արտագաղթել եւ միշտ այդ երազանքով սпасել են երբ է արդարությունը հաղթելու, որպեսզի կարողանան հետ վերադառնալ իրենց հայրենիք, բայց մարդիկ այնքան անամոթ են, որ արտագաղթի մասին օրինակ ավելի ճիշտ կանեին լռեին, գոնե լռեին, ոչ թե նույնիսկ չեմ ասում արդարանային, ինչ որ բաներ բացատրեին, լռեին, բայց իրենք հիմա փորձում են այդ մանիպուլատիվ քայլերով ցույց տալ իբրև թե հենց հիմա ամբողջ երկիրը դատարկվում է եւ բոլոր այստեղից դուրս են գալիս։ Այնպես որ ձեր ասածին որպես շարունակություն, այո, անպատժելիությունը ի վերջո բերում է այս աստիճան ցինիզմի, երբ որ այդ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, որոնք պիտի, այո, այս պահին լինեին արդարադատության ջիրաններում, նրանք իրենց թույլ են տալիս ժողովրդին հիմարի տեղ դնել, կարծելով, որ ժողովուրդը որևէ բան ոչ հիշում է, ոչ էլ հասկանում է։ Հիմա մի հատ զգացմունքային թեմայի մասին խոսենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ էլի տարածքներ պետք է հանձնենք Ադրբեջանին, ես ոնց հասկացա խոսքը անկլավների մասին է։ Ես չեմ սիրում մանիպուլյացիաներ, միանգամից ասեմ, որ այդ անկլավները դեռ չգիտեմ սովետական ժամանակաշրջանից կան, նես չի որ դուք եք նշե հա քարտեզի վրա որ դա Ադրբեջանն է, դա
այն վաղտմանից կան, մի խոսքով։ Բայց ես ուզում եմ հասկանամ, որտեվ այնտեղ խնդիրներ կան, առաջի հերթին ճանապարհներ են անցնում այդ անկլավներով, երկրորդ հերթին մենք էլ Արցվաշենն ունենք, եւ երրորդ հերթին, եթե անգամ բանը հասնի նրան, որ մենք պետք է փոխանակենք, ոնց է լինելու իրանց մուտքը դեպի այդ անկլավներ, արդյոք իրանք իրավունք կունենան այնտեղ ռազմաբազաներ ունենան, եւ իհարկե ասեցի չէ, արդեն ճանապարհների հարցը ոնց է լինելու, որ իրանք մտնեն, դուրս գան, մեր ճանապարհները ոնց են շրջանցելու եւ այլն։ Մենք ինչպես ենք մտնելու Արցախեն դուրս գանք եւ այլն։ Բազմաթիվ են հարցեր։ Բոլոր հարցերը։ Մեկ էլ կներեք, էլի, արդյոք լինելու է հայելային, ոչ թե այն ինչը որ եղավ Տավուշի շրջանը, որտեղ այնտեղ մենք դուք կազմակերպեցիք, չնայած մենք կապ չունի, մենք բոլորս սահմանազատում, բայց Բերքաբերի շրջանում, որտեղ որ իրանք տիրում են մեր հողերին, ջրամբարի այն մի կողմը, ոչ մի բան մենք չենք ստացել։ Սա էլ, Այդպես չի, սրանք էլ են մանիպուլյատիվ տեղեկություններ են, մանիպուլյատիվ զրույցներ են, որովհետև դա այդպես չի։ Այսինքն ուղիղ սահմանը գծվել է այնպես, ինչպես որ Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետության այդ սահմանը, որը բաժանում է Ադրբեջանից, ինչպես որ գծված է եղել, սահմանազատումը այդպես էլ եղել է որոշ փոքրիկ բացառություններով ի օգուտ Հայաստանի Հանրապետության իմիջիայլոց։ Այսինքն մենք անընդհատ խոսում ենք, որ ինչ որ բան իրենց մոտ մնաց, չգիտեմ, մենք այսպես միայն տվեցինք, միայն հանձնեցինք, դա այդպես էլ չի։ Եթե այնտեղ փոքրիկ շեղումներ են եղել, դրանք եղել են ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Եվ ես կարծում եմ, երբ որ այս ամբողջ մանիպուլյատիվ քարոզչության պրոպագանդայի փուլը կավարտվի, մարդիկ ավելի սթափ կնայեն ամեն ինչին եւ ավելի սթափ կտեսնեն, որ ամեն ինչ այնպես չի, ինչպես որ ընդդիմությունն է աղաղակում գիշեր ցերեկ։ Ինչ վերաբերում է անկլավներին։ Անկլավների հարցը շատ վաղուց է քննարկվում։ Իմիջիայլոց մենք չենք, որ առաջինը քննարկել ենք այդ հարցը, տարիներ շարունակ քննարկվում է, այդ քննարկումները էլ ավելի բուռն եւ թեժ դարձան պատերազմից հետո, հատկապես պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, երբ որ այս բանակցային գործընթացը շատ ավելի թեժ եւ ակտիվ փուլ մտավ, հա, եւ բանակցությունները նաեւ իրենց բնույթը փոխեցին, որովհետեւ այնուամենայնիվ մենք շատ համառորեն հենց սկզբից էլ փորձում ենք գնալ խաղաղության ճանապարհով, հա, կոնֆլիկտներից հեռու մնալու համար, անկլավների թեման միշտ էլ քննարկվել է տարբեր ձևաչափերով, բայց ես չեմ կարող փակագծեր բացել եւ ձեզ ասել, թե ինչ է հատկապես քննարկվում։ Համենայն դեպս ես գիտեմ մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում ոչ միայն ես գիտեմ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի հստակ իմանա, որովհետեւ մենք այս քարտեզը այսպես կպցրածման ենք գալիս գիշեր-ցերեկ եւ այլ հնարք չկա, որը գործի չենք դնում մարդկանց խոստանալու, հավատացնելու եւ ապացուցելու համար, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որևէ բան, որևէ դեպքում չի զիջվելու։ Այո, ունենք խնդիր, այդ խնդիրը մենք ունենք նաեւ հիշում եք Կապան գնալու, չգիտեմ վերջին անգամ երբեք Հայաստանում եղել եւ արդյոք Կապան գնացել եք, որ այդ ճանապարհի իրականում պատերազմից հետո այդ ճանապարհը մենք այլևս չունեցանք, որովհետև դա Ադրբեջանի տարածքն էր, ուղղակի մենք օգտագործում էինք, հա, տասնյակ տարիներ այդ ճանապարհը, բայց պատերազմից հետո բնականաբար իրավիճակը փոխվեց, դա բավականին մեծ խնդիր էր մեզ համար, բայց կառավարությունը շատ արագ անհնարին արագ որակյալ այլընտրանքային ճանապարհ ստեղծեց, որով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անխոչնդոտ Հայաստանի Հանրապետության տարածքով միևնույն ժամանակահատվածում կարողանում են հասնել նախանշված վայրերը։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ լուծման շատ տարբերակներ կան, մեկ տարբերակ չի։ Քննարկվող տարբերակները մի քանիսն են եւ միջազգային իրավունքի շրջանակներում եւ օրենքի ու սահմանադրության ու ինքնիշխանության եւ փոխադարձ տարածքային ամբողջականությունը հարգելու այսպես շրջանակներում որոշակի որոշումներ կընդունվեն եւ այդ որոշումները անընդհատ կոմունիկացվում են ժողովրդի հետ, անընդհատ եւ այդպես է լինելու է։ Բայց ես հասկանում եմ, որ շատ բաներ չի կարելի ասել,
Բայց գոնե մենք կարող ենք իմանալ, եթե մենք տալիս ենք նույն պահին պետք է վերցնենք արծվաշեն։ Միանշանակ։ Որտեվ իշքան էլ ասում եք մեր օգտին եղավ տավուշում, ես նորից կրկնում եմ, որ բերքաբերում ադրբեջանցիք զբաղեցնում են մեր տարածքը։ Հասկացա, մենք էլ ինչ-որ տեղերում զբաղեցնում ենք իրենց տարածքը, ես դրա մասին եմ խոսում, եւ ընդ որում մեր եւ ձեր, սա էլ է հարաբերական, որովհետեւ շեշտում եմ եւ պնդում եմ, որ մենք այս քարտեզի շրջանակներով ենք առաջնորդվում։ Անկախ որևէ քաղաքացու հավակնություններից եւ ցանկություններից։ Այս մասն է, որ մենք պիտի փորձենք հասկանալ, բայց փորձենք հասկանալ։ Կներեք, էլի ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր Ադրբեջանը դեռ պետք է ապացուցի, որ այդ անկլավները իրենցն է։ Գիտեք, ժամանակին ինձ պետք է հիշեցնեք, երբ եւ ի վերջո քաղաքականությունը, դիվանագիտությունը, հռետորաբանություններ են տարբեր պահանջում, որոնք էլ ժամանակի ընթացքում կարող են փոխվել։ Եվ այդ հռետորաբանությունները կարող են շատ տարբեր նպատակներ ունենալ եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի բոլորը մեծանան եւ հասկանան, որ քաղաքականության մեջ ամեն ինչ չի, որ պետք է ուղիղ հասկանալ։ Շատ լավ, բայց ես մենակ ուզում եմ ասեմ, որ այդ խոսքերը, որ ասել է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ ասած թիվը չեմ հիշում, բայց եղել է պատերազմից հետո, բավականին հետո։ Ես հիշում եմ, հրաշալի հիշում եմ, երբ է եղել, ինչպես է եղել եւ նաեւ գիտեմ ինչի համար է եղել։ Դրա համար եմ կրկնում, քաղաքականության մեջ որևէ երկրի առաջնորդի հռետորաբանություն պետք չէ ուղիղ հասկանալ, հատկապես երբ այն ուղղված է այլ երկրների առաջնորդներին, այն որ Նիկոլ Փաշինյանը բացառապես ուղիղ է խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, սա կարծում եմ կասկածի ենթակա չէ, բայց Նիկոլ Փաշինյանը նաև քաղաքական գործիչ է, Նիկոլ Փաշինյանը նաև լավ քաղաքական գործիչ է եւ պետք է վստահ լինել, որ ինչ էլ որ ասում է կամ անում է, արդյունքում կարծում եմ արդեն ունենք փաստեր, որոնք վստահություններ շնչում են ժողովրդին, անում է ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Շատ լավ, հիմա Տիկին Բադալյան, Տրամպի ճանապարհը վտանգի տակ է վերջի իրադարձություններից հետո։ Չեմ կարծում, որ որևէ բան խոչընդոտելու է այդ նախագծի իրագործումը, առավել ևս որ այսօր նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև արդեն առաջին ծիլերի մասին, եթե հետևել եք երկաթուղու մասին եւ սա իրոք շատ լավ լուր էր եւ դրանք շարունակական են լինելու, այո, այդ պատերազմական իրավիճակները գուցե մի փոքր դանդաղացրեցին ընթացքը, բայց ամենայն դեպս չեղարկելու մասին խոսք լինել չկարող։ Շատ լավ։ Եթե վտանգը չեղարկելը նկատի ունեք, Թրամփի ուղին չեղարկվել կարող է, եթե հունիսի 7-ին օրինակ իշխանության գա Ռոբերտ Քոչարյանի ուժը կամ Սամվել Կարապետյանի ուժը, որովհետև նրանք արդեն հայտարարել են, որ այն տեսքով, ինչ տեսքով, որ այս պահին բանակցվում է Թրամփի ուղին, իրենց հետաքրքիր չէ եւ այնտեղ առավելություններ պիտի տրվեն այլ երկրների եւ հետեւաբար այդ իմաստով այն իրոք վտանգված կլինի քաղաքական, այսպես վերնախավի փոփոխության պայմաններում։ Քաղաքականության փոփոխության պայմաններում այստեղ անձերից կախված չէ, բայց ակնհայտ է, որ նրանց քաղաքականությունը պրոռուսական քաղաքականություն է եւ այստեղ արևմտյան գործընկերությունը բնականաբար նրանց ձեռնտու չէ եւ հետաքրքիր էլ չէ։ Հիմա Ռուսաստանը սկսել է ինչ-որ ճանապարհներ փակել հայ գործարարների համար։ Ինչ քայլեր եք ձեռնարկում նոր ճանապարհներ ստեղծելու համար։ Այդ քայլերը շատ վաղուց ենք սկսել ձեռնարկել, որովհետև կանխատեսելի էր, բայց կարծում եմ, որ այդ ճանապարհներ փակելը երկարատև գործընթաց չի լինելու, որովհետև սա փոխշահավետ, համագործակցություն է Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների համար եւ ճանապարհները երկարատև փակման արդյունքում միայն Հայաստանը չի որ դուժելու է
Ռուսաստանը եւս դուժելու է եւ այս իմաստով կարծում եմ որ սա մի փոքր ուղղակի այսպես փոքրիկ պատժիչ գործողություններ են որոնք ժամանակի ընթացքում կընկնեն հունի մեջ իսկ ինչ վերաբերում է այլընտրանքներին մենք այդ այլընտրանքները շատ վաղուց եթե հիշում եք 21 թվականից մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին եւ ոչ միայն խոսում ենք այլ նաեւ քայլեր ենք ձեռնարկում եւ կարծում եմ այդ դիվերսիֆիկացիայի լավագույն արգասիքը հենց Տրամպի ուղու մեր խաղաղության խաչմերուկի, որը ինչ որ փոքր հատվածով Տրամպի ուղու տեսքով էս պահին այսպես իրականություն կդառնա, դա էլ է դիվերսիֆիկացիայի մեկ հատված։ Շատ լավ։ Տիկին Բադալյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես ուզում եմ խոստանակ, որ եթե իհարկե հաղթի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը մի ժամանակ հետո վերադառնաք եւ այզեվ հիշացնեք, ասեք հիշում եք, ես ասում եի, որ այս մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն եւ պատասխանատվություն են կրել։ Դուք ինձ կհիշեցնեք, դուք ինձ կհիշեցնեք եւ կասեք բացում եք պատասխանատվություն են կրելու, բա հիշում եք, որ այսպես եք ասում, ինչ եղավ, ես էլ ձեզ կպատմեմ ինչ եղավ եւ Ավելի շատ հուսով եմ, որ այդ հարցերի կարիքը չի լինի եւ կլինեն նոր հարցեր, որոնք դուք կտաք կապված մեր երկրի զարգացման, մեր երկրի անվտանգության ամրապնդման հետ եւ ես շատ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Ես անվտանգության մասին հիմա հարցեր չեմ տալի, որովհետեւ սպասում եմ ասма զինվորական շքերթին, ճիշտ եմ հասկացել, որ պետք է նորագույն զենքեր տեսնենք։ Ես տենց հասկացա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այո, վստահ չեմ, որ ամբողջությամբ այն արսենալը ինչ որ մենք ունենք կամ ամբողջը կտեսնեք, բայց հաստատ կտեսնեք տպավորիչ։ Դե մի բան կտեսնենք գոնե, որ ինչ որ ասել այն ամենը ինչ որ դուք կտեսնեք, դա այդքանով չի սահմանափակվում մեր ունեցածը։ Ես ուզում եմ որ դա նկատի ունենաք բոլորը։ Դե հասկանալի է, եթե ինչ որ մի բան ցույց չեն տալի, ուրեմն այդ հարցի պատասխանն էլ դուք մեզ չէիք տա հիմա։ Այո։ Ճիշտ եք հասկանում։ Հիմա, բայց դուք խոս տալիս եք, որ գգակ կապ չունի եւ կասեք, որ այս մարդիկ պատասխանատվություն կրել են։ Ես այս անպայման ասում եմ, որտեղ մենք 8 տարի սպասում ենք։ Այո, մեղավոր ենք այդ առումով։ Չգիտեմ, արդյոք մենք կարող էինք ավելի արագ այդ խնդիրները լուծել, թե ոչ, որովհետեւ իրոք դուք չեք պատկերացնում մենք ինչպիսի պայքարների մեջ ենք եղել։ Ոչ միայն այդ ձեր ասած ուժերի հետ, դրսի ուժերի հետ, թշնամի երկրների հետ, առերևույթ թշնամիների, անտեսանելի թշնամիների հետ մեր մոտ անընդհատ եղել է պայքար եւ այդ գոյության պայքարի արդյունքում ինքնիշխանությունը պահելու դա է եղել առաջնային խնդիրը, որոշ հանցագործներ օգտվել են առիթից եւ մի քիչ երկար են մնացել ազատության մեջ, բայց քանի որ մենք արդեն խաղաղության փուլ ենք թեվակողել եւ կարծես թե մեր ինքնիշխանությանը արդեն որևէ բան չի սպառնում կամ դա կերևա հունիսի 7-ի ընտրությունների արդյունքից հետո իհարկե դրանից հետո կարծում եմ երբ որ մենք արդեն վերջնականապես վստահ կլինենք որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն, բոլոր հանցագործները շատ արագ կպատժվեն եւ մենք կհանդիպենք եթերում։ Շատ լավ, շնորհակալություն իհարկե գեցի Հայաստանի Հանրապետությունը եւ իր անկախությունը։ Մեր հյուրն էր Լուսինե Բադալյանը։ Շնորհակալություն, ստեսություն։